Ողջույն։ Սա հերթական օրն է, որ մենք զարմանում ենք պետության ղեկավար աշխատողի անադեկվատության վրա։ Նիկոլ Փաշինյանը իրավապահների գրոհ է կազմակերպել Ռուսաստանաբնակ հայտնի գործարար, բարերար Սամվել Կարապետյանի Երևանում գտնվող առանձնատան վրա։ Գիտեք ինչի համար։ Այսօր Սամվել Կարապետյանը աջակցության խոսք է ասել եկեղեցում։ Ասել է. մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին։ Սովորական սատարումի խոսք։ Փաշինյանը կատաղեց, փրփրեց, Facebook-յան էջում հայոյախառն գրառումներ արեց ու հատուկ ջոկատայինները գրոհեցին Սամվել Կարապետյանի տան վրա։ Իհարկե, փաշինյանական տրամաբանությամբ միանգամայն հասկանալի է։ Նիկոլ Փաշինյանը, ինչպես երևում է, փորձում է հիմքից քանդել եկեղեցին, իսկ Սամվել Կարապետյանը մայրաթոռի երկարամյա բարերարներից մեկն է։ Փաշինյանը Սամվել Կարապետյանի ու հայ ժողովրդի հետ ունի բարոյական պատերազմ, հավատի պատերազմ, ըստ երևույթին կրոնի պատերազմ։ Նիկոլ Փաշինյանի այս անադեկվատությունը ընդ որում բավականին խառը իրավիճակում է դրսևորվում, երբ մեր երկրի կառավարությունը իր բոլոր օղակներով պետք է զբաղված լիներ այլ ուղղությամբ, վտանգներ չեզոքացնելու, աղետի պատրաստվելու ուղղությամբ։ Ինչ է տեղի ունենում։ Իրան-Իսրայել պատերազմը խորանում է եւ երկուստեք ահռելի կորուստներ են կրում։ Հարվածների տակ են մայրաքաղաքները, թե ռազմական, թե քաղաքացիական օբյեկտները։ Չկան բանակցություններ, գործը անում են ռումբերը։ Ուզում եմ իրավիճակը գնահատենք Հայաստանի վրա հնարավոր ազդեցության տեսանկյունից։ Ունենալով մեծ սփյուռք աշխարհի բոլոր անկյուններում, ցանկացած վտանգ սպառնալիք է հայերի համար եւ ցանկացած աղետից տուժում են նաեւ մեր հայրենակիցները։ Կլինի Ռուսաստանում, կլինի Ուկրաինայում, Սիրիայում, Իսրայելում, Իրանում կամ այլուր։ Իրանը հարևան, բարեկամ պետություն է, բնական դաշնակից, Սյունիքի մասով, ինչ-որ չափով անվտանգության երաշխավոր։ Այս պատերազմից նաև Հայաստանն է արդեն վնասներ կրում ու ցավոք դեռ կրելու է։ Ահա զանգ է հնչում, որ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում Ագարակի անցակետի մոտ շուրջ 1000-ից ավելի բեռնատար չի կարողանում հատել սահմանը եւ Հայաստան մտնել։ Իրանը ծանրակշիռ տեղ ունի Հայաստանի հետ արտաքին առևտրաշրջանառությունում։ Հայաստան-իրանական ապրանքների ներկրումները մեծ թիվ են կազմում։ Իրանի կարևորությունը չափազանց մեծ է որպես տարանցիկ երկիր եւ փաստացի կանգնել է երկիրը տնտեսական լուրջ խնդիրների առաջ։ Հայաստանի սահմանները 4 հարևաններից 2-ի հետ փակ են։ Իրանի հետ այս պահին կա խնդիր։ Վրաստանի հետ ունենք խնդիր։ Տարբեր տեսակի բեռներ սահմանը չեն կարողանում հատել։ Փաստի առաջ է Հայաստանը կանգնած ու չգիտի ինչ է անելու այս իրավիճակում, չի որոշել։ Ֆինանսների նախարարն ասում է, տեսնենք զարգացումները ոնց են լինում, կորոշենք։ Ֆինանսների նույն նախարարը նշում է, որ Իրանից եկող ապրանքը կարող է թանկանալ, կարող են որպես արդեն վտանգավոր գոտի ներդրումային ռիսկեր լինել, դե պատկերացրեք։ 4 հարևաններից 2-ի հետ թշնամական հարաբերություններ են, երրորդ հարևանը պատերազմի մեջ է, էլ ինչ ներդրում։ Ֆինանսների ԿՊԱ-ական նախարարն ասում է, ռուս-ուկրաինական պատերազմից էլ էինք վատ բանի սպասում, բայց տեսակ ինչ լավ եղավ։ Իհարկե, պետք է նա լավ հասկացած լիներ մեծ տարբերությունը Ուկրաինայում ու Իրանում իրավիճակների միջև, մեզ վրա ազդեցության տարբերությունների առումով։ Հեչ որ չէ, Իրանը սահմանակից է։ Հարևան երկրում պատերազմ է, որը սպառնում է ընդլայնվել։ Այս ընթացքում Նիկոլը գնում է Չեխիա ու ներկայացնում այսպես կոչված խաղաղության խաչմերուկ նախագիծը։ Ինչ խաղաղության խաչմերուկ։ Հենց հիմա այդ խաչմերուկից ենթադրյալ օգտվողներից մեկը գտնվում է պատերազմի մեջ։ Հայաստանին սպառնացող վտանգները իրոք շատ մեծ են։ Ուկրաինայի բնակչությունը 40 միլիոնից ավելի էր։ Պատերազմի արդյունքում տարբեր տեղեկություններով բնակչության շատ զգալի տոկոս դուրս է եկել երկրից։ Ուկրաինացիներին ընդունող լիքը երկրներ կային։ Պատկերացնում եք 90 միլիոն բնակչություն ունեցող Պարսկաստանում սկսի խուճապ, բնակչության մի հատված դուրս գա երկրից,
ու առաջին հերթին ուղղությունը բռնի հարևան պետություններ։ Հայաստանը ունի մշակված սցենարներ, ինչ է անելու այդ դեպքում։ Կամ կարիք լինի տարհանել մեր հայրենակիցներին, որոնք տարբեր հաշվարկներով մի 50,000-ից ավելի են։ Հայաստանը պատրաստ է այդ սցենարին։ Վստահ եմ, որ ոչ։ Արցախից 120,000 բռնագաղթեցին ու համարյա բոլորի հույսը բարեգործների ժողովրդի վրա էր։ Ինչ է արել կառավարությունը բացի ծիծաղելի 40 պլյուս 10,000-ից մի կարճ ժամկետ։ Կամ Հայաստանը արդյոք կարող է խուսափել բախումներից։ Չի բացառվում, ավելի շուտ հնարավոր է, որ Ադրբեջանն օգտվի հարմար առիթից եւ հարձակում գործի Իրան-իսրայելական պատերազմի ինչ-որ փուլում։ Իրանը դեմ է Զանգեզուրի միջանցքին, իսկ այդ միջանցքը Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջն է, որը կարող են զենքով փորձել բացել, երբ Իրանը թուլանա։ Իշխանության ներկայացուցիչները կարծիքներ են հայտնում, որոնք աբսուրդային են։ Անվտանգության խորհրդի քարտուղար աշխատողն ասում է, Երևանը չունի տեղեկություն, որ Ադրբեջանը կարող է օգտվել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակից եւ հարձակվել Հայաստանի վրա։ Այդ տեղեկությունը ո՞նց է ստացվում, կասեք, Ալիևն է զանգել ու Նիկոլին ասի, հարձակվելու ենք կամ չէ։ Հարցնում են, տեղաշարժեր չկա, պատասխանում է, մենք նման ինֆորմացիայի չենք տիրապետում։ Այն կողմից ՊՆ-ն էր ասում, մենք Ադրբեջանի զորաշարժի մասին տեղեկություններ չունենք։ Արտաքին հետախուզություն կար ոնց որ մի հատ, լրիվ ընդհատակ է անցել։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ԿՊԱ-ական նախագահն ասում է, Ադրբեջանը չունի հիմնավոր պատճառ ու լեգիտիմություն որևէ կերպ ագրեսիա սկսելու Հայաստանի նկատմամբ։ Լեգիտիմությունը ո՞րն է։ Այն 200 քառակուսի կիլոմետրը, որ օկուպացրել են, լեգիտիմություն ունեին։ Ադրբեջանը լեգիտիմություն ուներ Սև լճի վրա հարձակվելու, Ջերմուկի վրա հարձակվելու։ Մեր Արցախը գրավելու լեգիտիմություն ուներ, իսկ եթե չունենալով լեգիտիմություն այնուամենայնիվ հարձակվեց։ Ինչ եք անելու։ Պատրաստ եք։ Հայաստանը խորհրդակցում է իր դաշնակիցների, գործընկերների հետ, եթե կան, այս վտանգները չեզոքացնելու ուղղությամբ։ Քայլեր անում է, ունի դաշնակից։ Մակրոնն ինչ է ասում, բացի նրանից, որ Իսրայելի կողմից է ու պատրաստ է գործում քայլերի գնալ։ Ադրբեջանցիները նաև հենց այս պահին բորբոքում են իրավիճակը եւ տեկատվական պատերազմ են հայտարարել հայերի դեմ։ Լուրեր են տարածում, թե հայ առաքելական եկեղեցու Իրանի թեմը իբր լրտեսական տեկատվություն է փոխանցում Իսրայելին։ Ինչպես է արձագանքում պատասխանում Հայաստանը։ Չէ, ինչ պատասխան։ Մի գրոհ էլ էստեղից Նիկոլենք են անում։ Կամ բազմաթիվ հարցեր, որ առաջանում են անկախ մասնագիտությունից ու հետաքրքրություններից։ Այդ հարցերը վստահաբար առաջացել են Հայաստանի շարքային քաղաքացիների մոտ։ Այս հարցերն են, ու պատասխանները ստիպված են իրենք ենթադրել, որովհետև կառավարությունը անհասկանալի է գործում։ Կարճ ասած, ամենավատը այս իրավիճակում Հայաստանի Հանրապետության վարչապետի անադեկվատությունն է։ Այս ամենի ֆոնին Հայաստանի կառավարության ղեկավարը, որ մի ամբողջ օր պարապտ նստած է խորհրդարանում, հանկարծ էլի գազազում է, որ մարդիկ պաշտպանում են եկեղեցուն, հոգևոր արժեքները ու իրար վրա հայոյանքներով գրառում անում հոգևորականների մասին։ Ցուցումներ տալիս իր խմբակցությանը, ելույթներ ունենալ եկեղեցականների դեմ, իսկ իրավապահներին ուղարկում է բարերար, գործարար Սամվել Կարապետյանի տան վրա։ Սա մեր վիճակի ողբերգականության մասին է, Ժողովուրդ ջան։ Սա նշանակում է, որ մենք աղետի մեջ ենք։ Մեզ համար ցանկացած պատերազմ, հարձակում պակաս վտանգավոր է, քան այն, որ մենք ունենք ոչ ադեկվատ վարչապետ։